մոտի։ Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Հիմա ես եւ Գևորգ Ստեփանյան գտնվում ենք Գյումրիում։ Ինֆորմացիա ենք ստացել, որ վարչական ռեսուրսն օգտագործվելով Երևանից մարդիկ զորով, բռնյուժով ուզում են բերել Երևան եւ որպես քաղաքի բարձրագույն իշխանության Երևանից Գյումրի բերեն իրենց քարոզարշավի համար մասովկեն ապահովելու համար, ուրեմն ասենք որպես քաղաքի բարձրագույն իշխանության ներկայացուցիչ եկել ենք մեր պարտականությունը կատարենք, որ մեր քաղաքային իշխանության ենթակայության գործող աշխատակիցները բուլինգի չենթարկվեն ու վայն եկե տարելա, եթե մի հատ աշխատողի մենք տեսանք ստեղ, որ դուք բռնյուժով բերել եք։ Սիրելի քաղաքացիներ, սիրելի երևանցիներ, ըստ օդում կախված լուրերի, այս պահին Գյումրիում իրենց սարիգի եզրափակիչ հանրահավաքին Երևան քաղաքի տարբեր վարչական շրջանների աշխատակազմի, այսպես ասած թաղապետարանի աշխատողներին Տիգրան Ավինյանը, այսպես ասած, բերում է ՔՊ-ի սարիգի եզրափակիչ հանրահավաքին, որպեսզի մասով կապահովի, որ գյումրեցին ՔՊ-ի կողքին է։ Ուրեմն դիմում եմ Երևան քաղաքի 9%-անոց ոչ լեգիտիմ իշխանություններին, մի փորձեք Երևան քաղաքի քաղաքապետարանի եւ թաղապետարների աշխատողներին բերել Գյումրի ու ցույց տալ, որ գյումրեցին ՔՊ-ի կողքին է։ Նման բան չկա, սուտ է դա, մի փորձեք շարաշահել դեր այդ վարչական լծակները եւ ցուցադրել իբր ՔՊ-ն Գյումրիում սատարում ունի իրական գյումրեցիներից։ Այստեղ Երևանից բերված ժողովուրդ է, քաղաքապետարանի աշխատակազմից, ըստ օդում կախված լուրերի առողջապահության ոլորտից մինչև Երևան քաղաքի քաղաքապետարանի աշխատակիցներ բերում են սարիգի եզրափակիչ հանրահավաքին։ Սիրելի գյումրեցիներ, դուք խախտում եք, եթե մարդ փորձեն բերել այստեղ։ Եթե փորձվեն ինչ-որ վարչական ռեսուրսով մարդ բերել, դա օրենքի կոպիտ խախտում է, հասկանում եք։ Այսքան ոստիկանություն, այս հայրաքաղաքում տեղակայել, այս վարչական լծակները, ամբողջ քաղաքը ոստիկանության մեջ է, ժողովուրդ ջան։ Լավ, ինչ եք ուզում անեք, դուք ձեզ խաբում եք, մինչև ուր եք խաբելու, դուք ձեզ հույս եք տալի, որ դուք ունեք աջակցություն, ՔՊ-ն եւ Եվրադաշինքը մերժված է, ինչպես Երևանում է մերժված, այնպես էլ Գյումրիում։ Գյումրեցին մերժում է ՔՊ-ին եւ Եվրադաշինքին։ Սիրելի գյումրեցիներ, տեսեք, որ այս վիճակն է, ամբողջ Գյումրին ոստիկանության մեջ։ Ոնց նայում ես, միայն ոստիկանության մեքենաներ են։ Ինչպես եւ Երևանում, դուք ձեզ համոզում էիք, որ աջակցություն ունեիք եւ չստացաք այդ աջակցությունը, երևանցիների 9% ձայն ստացաք եւ Հանրապետություն կուսակցությունը կոալիցիա կազմելով ձեր հետ Արամ Զավենի Սարգսյանի գլխավորությամբ ստանձնեցիք Երևան քաղաքի կառավարումը, հիմա էլ նույնը կատարվում է այս պահին Գյումրիում։ Սիրելի գյումրեցիներ, ոչ մի պարագայում ձայն չտա ՔՊ-ին եւ Եվրադաշինքին, որ Երևանի օրինակ այստեղ չկրկնվի։ Եվրադաշինքը պատրաստվում է ՔՊ-ի հետ կոալիցիա կազմի, ինչքան ուզում եք դրսից մարդ բերեք, Երևանում, Երևան վարչական շրջանների, խաղապետարանների, կոմունալների աշխատողներին, դա ոչ մի օգուտ չի տալու, մի ձեզ խաբեք։ Գյումրին վերածել եք ոստիկանական ինչ-որ մի բոլորը միայն ոստիկանական
եւ Երևանում մերժվելուց հետո վաղը չեմիս օրը ՔՊ-ն մերժվելու է Գյումրիում։ ՔՊ-ն եւ Եվրադաշինքը մերժվելու է։ Չեն կարողանալու կոալիցիա կազմելով անգամ զավթել իշխանությունը Գյումրիում։ Ինչպես Երևանում է մերժվել ՔՊ-ն եւ Հանրապետությունը, այդ է Եվրադաշինքը, այսպես էլ մերժվելու այստեղ Գյումրիում։ Լավ, դուք ինչքան եք ձեզ խաբելու, ինչ եք պատրաստվում եք Երևանից թաղապետարներից ու քաղաքապետարների աշխատակիցներին բերեք եզրափակիչ հանրահավաքի։ Եթե դուք այդքան վստահություն ունեք Գյումրիում, բա մի հատ մեծ հրապարակում հանրահավաք անեիք, գյումրեցին գար ձեզ լսեր, ձեր սարիկին լսեր, չի ստացվում։ Գյումրեցին չի խափնվելու, Երևանից բերած այս մասովկան օգուտ չի տալու, իսկ վաղը չեմիս օրը հավատացեք դուք մերժվելու եք, ինչպես մերժվեցիք Երևանում, ուղղակի մի տարբերությամբ, որ Երևանում մեր քաղաքացիները քիչ մասնակցեցին ընտրություններին, դուք կարողացաք այդ 9% մի կերպ հավաքել եւ կոալիցիա կազմելով Հանրապետության հետ վերցնել այդ Բաղձալի աթոռը Երևանի քաղաքապետի, իսկ Գյումրիում չի լինելու այդպես բան։ Գյումրիում ոչ Եվրադաշինքին են ձեն տալու, ոչ էլ ՔՊ-ին։ Իսկ վերջում, սիրելի գյումրեցիներ, շատ մասնակցեք ընտրություններին, որ ձեր քվեով մերժեք եւ ճանապարհեք ՔՊ-ին։ Չթողնեք ձեր քվեն այսպես ասած օգտագործեն իրենց համար, օգտագործել ասելով նկատի ունեմ դուք չմասնակցելով ձեր ընտրությանը, քիչ մասնակցություն ունենալու պարագայում թողնելու եք որ 9%-ով Սարիգը դառնա Գյումրու քաղաքապետ Եվրադաշինքի օգնությամբ։ Սիրելի գյումրեցիներ, վաղը չեմիս օրը հավաքանու արտահերտ ընտրություններին մասնակցեք շատ, մերժեք ՔՊ-ին եւ Եվրադաշինքին։ Իսկ Մայր Հայաստանը մասնակցում է Գյումրու ընտրություններին, Կարեն Սիմոնյանն է գլխավորում ցուցակը, 4-րդ համարն է։ Սիրելի գյումրեցիներ, մասնակցեք եւ ձեր ձայնը տվեք Մայր Հայաստանին Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ։ Իսկ ամսի 30-ին երեկոյան կտեսնենք բոլորս կփաստենք, որ ՔՊ-ն եւ Եվրադաշինքը մերժված են Գյումրիում։ Մինչ ամսի 30-ը, շնորհակալություն։